Շարունակվենք մեր ծրագիրը։ Բարի լույս ևս մեկ անգամ բոլորին եւ ինչպես արդեն խոստացել էինք, տաղավարում ես մենակ չեմ։ Ունեմ հետաքրքիր հյուր, ում հետ պիտի խոսենք այս պահին կինոռեժիսոր Մարինա Սոլոյանի «Մեր մանկության բակային խաղերը» ֆիլմաշարի հերոսները Հայաստանի տարբեր գյուղերում, քաղաքներում կողք կողքի ապրող երեխաներն են, որոնք մեծ հիշեցնում են մեր մանկության բակային խաղերը, տղա աղջիկ կոնֆլիկտային ու ընկերական փոխհարաբերությունները։ Այս ֆիլմաշարը միգուցե թվա նոստալգիկ մի ճանապարհորդություն դեպի այն բակերը, որտեղ մենք բոլորս մի օր եղել ենք։ Այո, բավական հետաքրքիր թեմայի է անդրադարձել մեր հյուրն է կինոռեժիսոր Մարինա Սոլոյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Օրը սկսվում է իմ ամենասիրելի նախագծի մասին խոսելով եւ շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Վայ, մենք էլ շատ ուրախ ենք, որ նման թեմա եք անդրադարձել, որովհետեւ այսօր կարելի ասել բակային խաղեր մշակույթը ամբողջությամբ կորել է, որովհետեւ երբ որ երեխաները գնում են բակ խաղալու, մի քանի րոպե հետո տեսնում ես, որ երեխաները բակում են, բայց հեռախոսները ձեռքերին եւ իհարկե ցանցային խաղեր են խաղում։ Այսինքն այն առաջին 7 քարը, գործնագործը, լյագուշկան, էլ ինչեր կար Կլասիկը, հալամուլան, ճտթիզը, այդ ամեն ինչը վերացել է այսօր, բայց դուք որոշել եք այդ ամենը նորից գտնել, մի քիչ խոսենք, որտեղից եկավ այդ միտքը։ Այդ միտքը եկավ մի տարի առաջ, արդեն չեմ հիշում, թե ինչի պատճառով, ինչի արդյունքում, բայց հիշում եմ, որ մեր թատերական ինստիտուտի աստիճանների մոտ կանգնած voice message-ներ էի ուղարկում իմ օպերատորին եւ ասում էի, որ գիտես, այսպեսի նախագիծ եմ ուզում անել եւ մենք պիտի անպայման սկսենք այս նախագիծը եւ վերջը սկսեցինք եւ ինձ էլ էին շատ ասում, գիտես, չես գտնի դու այդ երեխեքին, որովհետեւ հիմա չեն խաղում։ Այո։ Եվ ես փորձեցի գտնել, այսինքն այո, գտա Հայաստանի տարբեր գյուղերում, քաղաքներում, Երևանում նկարահանում չենք ունեցել։ Երևանում չկան այդ երեխեքը։ Երեխեքը մենք ենք եղել, բայց վաղուց երեխա չենք արդեն։ Այ ձեր համար եմ նկարել, որպեսզի այդ նոստալգիան ունենաք։ Այսինքն երևանցիներ նայեն եւ այդ նոստալգիան ապրեն։ Ինչ լավ է։ Ես հիշում եմ, որ ժամանակին մենք բարձրանում էինք ավտոտանիքների, գարաժի, այդպես էինք ասում են ժամանակ կտուրներին եւ այնտեղ խաղեր էինք խաղում, խաղող էինք գողանում, թութ էինք թափ տալիս։ Իսկ դա էր մեր ուրախությունը եւ բնականաբար այդ ամեն ինչը արդեն ուղեկցում էր այդ մեր խաղերով բակային։ Հետաքրքիր է, որտեղից գտաք այդ երեխեքին, որտեղ փնտրեցիք նրան, ինչպես հայտնաբերեցիք։ Երբ որ ես փորձում էի նկարահանում կազմակերպել օրինակ Ուրցաձորում, ես գտնում էի երիտասարդ մայրիկի, պարտադիր, եւ իր հետ զրուցում էի, ասում էի, արդյոք երեխաները մինչեւ այսօր բակ իջնում են, խաղում են թե ոչ, ու բոլորը ինձ միանգամից այնքան դրական պատասխան էին տալիս, իհարկե իրենք ամեն օր էս ինչ թաղում, էս ինչ տեղը խաղում են։ Եվ այդպես փորձում էի կապ պահել իրենց հետ, ու երբ որ գնում էի, արդեն երեխաները սպասում էին ինձ ու իմ նկարահանող թիմին, որպեսզի նկարահանվեն, եւ ես իրենց միշտ ազատություն էի տալիս, այսինքն իմ գլխում ունենալով այն խաղերի ցանկը, ցուցակը, որոնք որ ես ուզում եմ նկարահանել, բայց ամեն անգամ հարցնում էի, իսկ իրենք այս խաղերից ո՞ր խաղն են խաղում, ավելի սիրելով, ավելի լավ կազմակերպված, եւ այդպես ամեն մի խաղ գտնում էր իր երեխեքին, ամեն մի խաղ գտնում էր իր բակը, գտնում էր իր միջավայրը, ու այդպես կարողանում եմ գտնել։ Ես որոշեցի, որ ուզում եմ նկարահանեմ 9 խաղի մասին եւ մեր ֆիլմաշարը ունի 9 էպիզոդ, որոնք տարբեր տեղերում են, միայն 2-ը նկարահանել ենք Մեղրիում, որովհետեւ անհնար է այնտեղ մեկից ավելի չնկարել, եւ այնտեղ նկարեցինք 7 քար եկեղեցու բակում, տարբեր տեղերում, եւ մի Վոտանի Սև Սատանը, որը որ իմ ամենասիրելի խաղերից մեկն է, ու ամենադժվարն եմ գտել այդ խաղացողներին, որովհետեւ ինձ թվում էր դա միայն իմ լորիում է խաղում եւ իմ մեծավան գյուղում են խաղում, ու ասում եմ, բայց մի քիչ այն չի լինի, որ մեծավանում 2 էպիզոդ նկարեմ, որպեսզի չասեն, որ ես այնտեղից եմ 2 հատ եմ այնտեղ նկարում, ու այդպես երբ որ գտա շատ ուրախացա, երջանկություն էր, նայում էի իրենց ու կողքից մեջս բան է լինում, որ ուզում եմ խաղամ իրենց հետ, ուզում եմ խաղամ իրենց հետ, ու այդպես 2 էպիզոդ նկարեցինք Մեղրիում։ Անուն Գորոցի կար այդպիսի խաղ, այո, նկարել ենք։ Վերև Անուգորմեն դա պիտի բռնի։ Մի խոսքով շատ հետաքրքիր, շատ լավ թեմա է անդրադարձել, մենք փոքրիկ հատված ունենք եւ ունենք հնարավորություն այդ ամենը դիտելու, այնպես որ այս պայն դիտենք ու վերադառնանք շարունակենք զրույցը, խնդրեմ։ Все.
աղջիկ։ Տղաներն էլ իրաց մոտ ունեն։ Այո, այսօրվա սերնդի համար սա միգուցե տարօրինակ հնչի եւ երևա, բայց մենք հենց այս խաղերով ենք մեծացել, որովհետեւ այս խաղերի մեջ կար ազնվություն, այս խաղերի մեջ կար թիմային մտածելակերպ, ընկերություն եւ երբ որ շատ խաղում էինք արդեն այս բոլոր խաղերը, որը ներկայացված էր, հա, գետնից բարձր, բռնոցի, անուն գոռոցի եւ այլն, վերջում երբ որ հոգնում էինք, նստում էինք քարին բակի, հա, միտեղ եւ խաղում էին կարմիր կոճակ, որտեղ դա չէր պահանջում ակտիվություն, պարզապես այդ հոգնած վիճակին նաեւ դա էին խաղում։ Այսինքն, սրանք բաներ են, որոնք այսօր ցավոք սրտի արդեն չկան այս խաղերը, բայց դուք փորձել եք պահպանել սա։ Ես շատ կուզենամ, որպեսզի պահպանվի եւ միշտ խաղան երեխեքը ու փոխանցեն իրար, որովհետեւ մեր 9 էպիզոդները ոչ միայն մեր բակային խաղերի մասին են, այլ նաև տղա աղջիկ փոխհարաբերությունների իրար հետ հարաբերվելու մասին։ Ու ամեն անգամ, երբ որ ես իրենց հարցնում էի, իսկ որտեղից եք դուք իմացել այս խաղերի մասին, որովհետև ես ինքս իմ ժամանակ, երբ որ ինտերնետը այդքան հասանելի չէր, մենք բակ էինք իջնում ու արդեն գիտեինք այդ խաղերը։ Կարծես սերնդե սերունդ այդպես փոխանցվում էր ու չէր պահանջվում, որպես ինչ որ մեկը մեզ հատուկ սովորեցներ։ Մենք դա գիտեինք։ Իսկ որտեղից եք իմանում դուք։ Ու բոլորը գրեթե ասում են, որ դե մանկապարտեզից մեզ սովորեցնում են մանկապարտեզում, հետո դպրոցում են խաղում, այսինքն լավ է, որ կան դեռևս մարդիկ, որոնք որ սովորեցնում են նոր սերունդին, ու ինձ թվում է, որ պիտի շարունակական լինի, հուսանք։ Այո, պիտի շարունակական լինի ու հենց դպրոցից, հա, ընտանիքից, դպրոցից, մանկապարտեզից արդեն այդ ավանդույթները պիտի փոխանցվի։ Սա իհարկե շատ լավ ու հետաքրքիր ավանդույթներ են եւ նաեւ կար մի տեսակ, ես հիշում ճամբար։ Մենք կոնֆետների եւ նույնիսկ պահածոների վրայից վերցնում ենք այդ տուփերը եւ այդ ամենը կպցնում է բաները, հա, յարլիկ էինք ասում դրանք եւ իհարկե թելով փակում ենք որոշ տարածք։ Այո, եւ մենք նույնպես դա անում էինք։ Հետո փոքրիկ համերգային ինչ որ բան էին կազմակերպում ճամբարում եւ թաղի մեծերը, բակի մեծերը տալիս էին իրենց ծափարություններն ու գնահատականները։ Ինչ լավ է, որովհետեւ ես մտածում էի դա ես իմ սերունդի հետ անցել եմ եւ դա շատ վաղ պատմություն չունի, բայց հիշում եմ, որ մենք անպայման ես իրենց ասում էի, ինչ կոնֆետ ուտում ենք, հավաքում ենք թղթերը։ Ու վերջում մեծ պարկեր էինք հավաքում, ու այդ պարկերից արդեն մեր, այսպես ասած, ճամբարը սարքում էինք։ Կար իհարկե դուք այստեղ նշեցիք չինգաչունգ էինք խաղում եւ Դոնալդ այդ բան։ Դա կոչվում է դա մի մաստակյան էր ծամոնի, բայց մենք ասում ենք Դոնալդ խաղանք, այսինքն այդ ակտիվությունը կար, հավաքում ենք մեր սիրելի արտիստների նկարները եւ հետո փորձում փոխանակվել իր հետ խաղերի միջոցով, 7 քարի միջոցով, ինչ որ բաներ։ Լավ, իսկ ինչ նոր բաներ կան, նոր բաներ նկատեցիք, որոնք նույնպես կարելի է դասել այս ավանդական խաղերի կողքին։ Ինչ գտակ այնտեղ, որը չկա այստեղ մայրաքաղաքում։ Կարծում եմ ամեն ինչ եղել է մայրաքաղաքում, ուղղակի հիմա մայրաքաղաքում չեն խաղում կամ մոռացել են դրանց գոյության մասին, իսկ մարզերում ավելի ուրիշ է, որովհետև դեռ կա բակային մշակույթ, կա միասին շփվել, իրար կանչել, որովհետև ես ինձ համար մի քանի նոստալգիկ պահեր ընդգծել էի, որ պիտի դրանք լինեն ֆիլմում։ Օրինակ, իրար գալ ու կանչել առանց հեռախոսի, երբ որ դուք հարևաններ եք եւ իրար գիտեք թե ով ուր պետք է լինի, գոռում են, այո, եւ պիտի անպայման խաղից առաջ, երբ որ թիմերի ենք բաժանվում, կամ չինգաչունգ գցենք եւ թիմ կանչենք, կամ էլ հաց պանիր ջուր, կամ կոճակները իրար ձեռքերի մեջ պտտելով, այսինքն այդ բոլոր նրբությունները եւ նյուանսները, որոնք որ մենք արել ենք խաղից առաջ, այդ ամբողջ ռիտուալը, որը որ մենք կառուցում էինք, բոլոր էպիզոդների մեջ փորձել եմ տեղադրել, որպեսզի մենք հասկանանք նոր սերունդը, որը որ ինձ շատ են ասում, որ շատերը չգիտեն, սրանց մասին չգիտեն, տեսնեն եւ իմանան թե ինչպես է կառուցված բակային կյանքը, որտեղից է սկսվում եւ ուր է ավարտվում կամ չի ավարտվում։ Իրականում չի ավարտվում, որովհետև հետո երբ որ արդեն մեծանում ես, այդ ընկերները դառնում են քեզ համար այնքան հարազատ,
նույնիսկ նրանց երկար տարիներ չհանդիպելուց հետո էլ երբ որ մի անգամ տեսնես, բնականաբար այն պատմությունը, որոնք եկել են այդ բակային մշակույթի ու խաղերի միջոցով, չեն սառում, չեն օտարանում եւ այդ ամենը նորից միանգամից տաքանում է։ Եվ այս ամենը բնականաբար ավարտվում էր նաեւ նրանով, երբ որ շաբաթվա վերջում կամ ամսվա վերջում հավաքվում էինք եւ կարտոֆիլ էինք խորովում քարերի մեջ, խոտերի մեջ ու հետո, չգիտեմ, այդպես նստում, դրանից արդեն բան մնացած չէնում, բայց մենք դրանից էինք ստանում այդ հաճույքը եւ անում քեֆ ենք անում։ Այդ քեֆն էր, որ տալիս էր նաեւ հենց այդ ազնվության ու ընկերության զգացումը։ Շատ լավ գործ եք արել, շատ ողջունելի է ու շարունակեք։ Խաղերից հետո բացահայտեք, չգիտեմ, էլի այն ժամանակվա բակային ավանդույթները, մշակույթները, ճամբարները, միջոցառումները, որովհետեւ դրանք այսօր պետք է բերել նոր սերնդին ու ասել այ սա է իրականը, նա արդեն վիրտուալ աշխարհն է, իսկ սա իրականությունն է։ Եվ քանի որ նման գործ եք արել, ետ եք նայել ու գտել եք այն ամենը, ինչը որ ձեզ համար հարազատ էր եւ մեր սերնդի համար նույնպես, ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որտեղ կա զգացմունք, արև բացիկները, գրած է սիրում եմ։ Եվ հենց այսպիսին է Հայկոյի խոսքերով է ետ նայր ու տես, որ քեզ սիրում եմ։ Այնպես որ սա ձեզ շնորհակալություն պահեք ձեզ կամ նվիրեք ձեզ համար հարազատ մարդու, ով այս խոսքերն է նշանակում ձեզ ու հաճախ ետ նայեք, որովհետև այնտեղ գտնում եք այն ամենը, ինչը ազնիվ էր, մաքուր էր եւ այդ ամենը տալիս էր այդ զգացողությունը։ Այո, որը որ նաեւ մեր ներքին աշխարհն է կերտել, այդ ամենակարևորն է։ Այո, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն, հիմա փոքրիկ դաթար կլինի ու հետո կվերադառնանք եւ տաղավարում կողջունենք նաեւ մեր հաջորդ հյուրերին։